Բարձես օրվա լրոսի կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվական 9 ապրիլի 5-շաբթի։ Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենում։ Այս մասին ասել է վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Ղազախ պաշտոնյաների հետ այսօրվա հանդիպման օրակարգին։ Վարչապետի լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մանրամասները ռեպորտաժում։ Հայաստանն ինչ քայլեր ձեռնարկեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի հետ կապված այն հայտարարությունից հետո, որում նշված էր, որ քաղաքակրթություն կվերանա։ Հայտարարությունից ժամ ու կես հետո հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ իրադրությունը քննարկվել է։ Այս մասին հրապարակում չի եղել, որովհետև ըստ վարչապետի այս անգամ անհրաժեշտություն չեն տեսել եւ փորձել են գնահատել տվյալ հայտարարությունը։ Նա ասաց, այդպիսի ամիս չկա, որ 5-ից 6 նման նիստեր չհրավիրեն։ Սակայն գործընթացի մեծ մասն իրականացվում է գաղտնիության պայմաններում, իսկ այս դեպքում բովանդակությունը եղել է լիովին գաղտնի։ Երեք գրառմամբ ողջունել եմ եւ հիմա էլ ողջունում եմ հրադադարի շուրջ պայմանավորվածությունը, պատկերացնում եմ, թե դա ինչքան դժվար է տրվել։ Արդյոք այսօր Հայաստան ժամանած Ղազախ պաշտոնյաների հետ քննարկումների օրակարգում ընդգրկված է երկաթուղու կառավարման փոփոխության հարցը, եւ եթե այո, անկախ Ռուսաստանի դիրքորոշումից է հարցը քննարկվելու։ Երկաթուղու հետ կապված հարցը ընդհանրական պարզա հրապարակային քննարկող հարց է, հնարավոր է նաեւ այդ հարցին անդրադարձ լինի, բայց Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենում։ Համենայն դեպս այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են եւ բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը։ Փաշինյանն արձագանքեց նաեւ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Ղազախ պաշտոնյաների հետ քննարկվել է TRIP նախագիծը։ Վարչապետը համոզմունք հայտնեց, որ TRIP-ը եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի, եւ այլ երկրների համար է ներդրումային հնարավորություններ բացելու։ A սահմանային կետից ապրանքը մտավ, հասավ B սահմանային կետ։ Բա ոնց է շարունակվելու։ Բնականաբար այստեղ պետք է Ադրբեջանի հետ համագործակցություն, Վրաստանի հետ համագործակցություն, Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցություն, Թուրքիայի հետ համագործակցություն։ Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը եւ երկկողմ հարաբերությունների ներկայվիճակին, վարչապետը պարզաբանեց Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ կուլիսային հանդիպում չի եղել, որևէ նոր կամ գաղտնի թեզ չի հնչեցվել։ Հակառակը պայմանավորվել են տետ-ա-տետ բարձր մակարդակով նոր հանդիպման մասին, այդ թվում հունիսի երկրորդ կեսին։ Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, եւ ես այդ process-ը գնահատում եմ դրական։ Վարչապետը վերահաստատեց Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսավորման մոտեցումը, նշելով, որ քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք Հայաստանը վարում է ԵԱՏՄ եւ Եվրոպական միության ուղղությամբ, այդ քաղաքականությունները կհամատեղի։ Իսկ երբ գա անհամատեղելիության պահը, ժողովրդի հետ կկայացվեն որոշումներ։ Իսկ եթե գազը թանկանա, Շվեյկը ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Հիմա գալիս եք եթե։ Իսկ եթե չլինի, ինչ են անելու նրանք, ովքեր հիմա ասում են, որ եթե լինի, ինչ է անելու կառավարությունը։ Այդուհանդերձ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին, իսկ Ռուսաստանի հետ ունի երկարաժամկետ պայմանագրեր, այդ թվում տնտեսական ապրանքների մասով։ Գալով ընտրությունների թեմային վարչապետն ասաց, ժողովուրդը պետք է լսի քաղաքական ուժերին, տեսնի ում փաստարկներն են ավելի համոզիչ եւ գնա քվեարկության, անդրադառնալով նաեւ ընդդիմության այս օրերին հնչեցրած թեզերին։ Եթե մյուս քաղաքական ուժը ասում է, Հայաստանը չպետք է բավարարվի 29743 քառակուսի կիլոմետրով։ Ինչ է նշանակում։ Դա խուսափելի պատերազմ է, հարգելի գործընկերներ։ Այսինքն այդտեղ շատ վիճելու բան չկա էլ։ Ճեպազրույցին խոսվեց նաև նոր սահմանադրության մասին։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա։ Դա համաժողովրդավարական հանրաքվեն է։ Տիգրան Օվակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Դաշնակցության գերագույն ժողովի նիստում եւ առաջ կուսակցության համագումարում հաստատվել է կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 3 տասնյակը։ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակն ազգային ժողովի ընտրություններին կգլխավորի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ցուցակում երկրորդ տեղը Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանն է, իսկ երրորդը падգամավոր Աննա Գրիգորյանը։
Երեկ նաև տեղի ունեցել ուժեղ Հայաստան կուսակցության համագումարը, որի ընթացքում որոշում է կայացվել, որ կուսակցությունը առաջիկա ընտրություններին կմասնակցի դաշինքի ձևաչափով, ինչպես նաև հաստատվել է դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը։ Դաշինքը կգլխավորի կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ազգային ժողովի 8-րդ գումարման նախկին պատգամավոր իրավաբան Արամ Վարդևանյանը, երրորդը սահմանադրագետ Գոհար Մելոյանն է։ Ինչ զարգացումներ են հնարավոր նախընտրական շրջանում, քաղաքական ուժերի ինչպիսի ակտիվություն, նաև քաղաքացիների ինչպիսի մասնակցություն կարելի է ակնկալել, որ ընտրազանգվածն է լինելու ավելի ակտիվ, որը անտարբեր եւ ինչու։ Նախընտրական միտումների, խմորումների մասին է Արտակ Հովհաննիսյանի ռեպորտաժը։ Ինչպիսին կլինի Հայաստանը հունիսի 8-ին, այսինքն ընտրություններից հետո։ Հայտնի գործիչներից մեկը ասում էր, որ ընտրություններից հետո ոչինչ տեղի չի ունենա։ Ընտրությունների արդեն հաջորդ օրը քաղաքական ուժերը, մարդիկ կսկսեն նախապատրաստվել հաջորդ ընտրություններին, բայց մինչև հունիսի 8-ը դեռ 2 ամիս կա, եւ հիմա շատերին հուզում է ոչ թե այն հարցը, թե ինչ է լինելու ընտրություններից հետո, այլ ինչ է լինելու ընտրություններից առաջ։ Չափից դուրս կարևոր ու հետաքրքիր են դարձել մեր ընտրությունները, ոչ միայն մեզ համար, այլև աշխարհի։ Իսկ լավ է դա, թե վատ։ Ակնհայտ է, որ 2026-ի ընտրությունները պայքար են լինելու ոչ միայն Հայաստանի ներքաղաքական դաշտում, այլ նաև շատ ավելի հեռու։ Առաջին անգամ է այսպիսի մեծ հետաքրքրություն դրսևորվում հայկական ընտրությունների հանդեպ տարբեր բևեռներում գտնվող գերտերությունների կողմից։ Դա պայմանավորված է նաև Կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններով։ Վրաստանը վատթարացրել է հարաբերությունները Արևմուտքի հետ, Ադրբեջանի պահվածքից էլ հասկանալի չէ, թե որ ճամբարում է։ Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի համոզմամբ այս իրավիճակում Հայաստանը միանշանակ շահեկան դիրքերում է հայտնվել։ Միանշանակ Հայաստանը այն բանն է, կղզիակն է, որտեղ որ կարելի է կայունություն ակնկալել եւ դա հիմնականում մեր մոնոէթնիկության հաշվին է եւ բավականին մեծ ներուժի, որը մեզ մոտ շարունակում է մնալ անկախ նրանից թե ինչա կատարվում։ Բայց էլի ամեն ինչ չէ, որ Հայաստանից է կախված։ Կարևոր է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Իրանում։ Ըստ Կարեն Սարգսյանի այդ համատեքստում Ամերիկայի վարկանիշը որոշակիորեն նվազում է, Եվրոպային բարձրանում, առջևում մինչև ընտրությունները եվրոպական համայնքը մեծ հանդիպում ունի Հայաստանում, որն էլ շատ որոշիչ կարող է լինել, թե Եվրոպայի, թե Հայաստանի համար։ Եթե մինչև ընտրությունները Նիկոլ Փաշինյանը հաջողացնի Եվրոասոցիացիան փաստաթուղթը ներկայացնեն, մայիսի 2-ից 4-ը փոփոխություններ կլինեն, եթե չէ։ Հիմա բուն ընտրական թեմաներին անդրադառնանք։ Նախ, որ մեծ թվով կուսակցություններ կմասնակցեն ընտրություններին, մի մասը արդեն հայտարարել է այդ մասին, մյուսը պատրաստվում է, սա նոր բան չէ։ Սոցիոլոգի համոզմամբ Հայաստանի պարագայում սա նորմալ եւ բնական երևույթ է։ Պայմանավորված է նրանով, որ Հայաստանում իրական որքան տարօրինակ չի, ժողովրդավարություն կա։ 3 հոգի հավաքվում են կուսակցություն այլ։ Այլ հարց է, թե ինչ դեր են ունենալու այդ կուսակցությունները քաղաքական պայքարում։ Հասկանալի է, որ գերակշիռ մասը չի հաղթահարելու անցողիկ շեմը։ Քվեների 0-ին մոտ տոկոսներով քաղաքական ուժերի գործը լինելու է ձայների փոշիացումը։ Մյուսների դեպքում ինչ-որ կերպ անցողիկ ձայներ հավաքելն է գլխավոր նպատակը։ Հետագայում արդեն առևտուր անելու եւ կոալիցիա կազմելու կամ շատ շարքված Գյումրի 2 սցենարը իրականացնելու համար։ Իրական պայքարը լինելու է 2-3 ուժերի միջև։ Իշխանական ուժի զինանոցում վարչական լծակներն են, նաև մեծ թվով սովորական ընտրողներ, որոնք մեծամասնությամբ ընդունված կարծիք է, որ տարբեր սոցիալական խմբերի պատկանող մարդիկ են։ Մյուս հավակնող ուժը կամ ուժերը նրանք են, որոնք հայտնի են հսկայական ֆինանսական ռեսուրսներով եւ ռուսամետ դիրքորոշումներով։ Այդ ռեսուրսները այնքան մեծ են, որ կարող են օրինակ ընտրություններում որպես բարձրակարգ խորհրդատու հրավիրել Իսրայելի վարչապետի խորհրդատուին։ Սա ի դեպ բաց աղբյուրների տեղեկություն է։ Կան նաև բոլորովին նոր ուժեր, նոր ձև եւ մտքի անվանումներով։ Օրինակ, բոլորին դեմ եմ կուսակցությունը։ Հասկանալի է, որ կարող է այնպիսի իրավիճակներ լինեն, երբ ընտրողը գնա եւ վերցնի հենց այդ կուսակցության թերթիկը, ոչ թե նրա համար, որ համակրում է այդ քաղաքական ուժին, այլ նրա համար, որ ինքն էլ է բոլորին դեմ։ Ժամանակին բան կար, գարեջրի սիրահարների կուսակցություն կար Գերմանիայում, բավականին մեծ բան ուներ, հավակնություններ ուներ, նույնիսկ որոշ տեղական մարմիններում շուտ տոկոսներ էր հավաքում, նորմալ բան է դա։ Բոլորին դեմ լինելու մյուս այլ ընտրանքը ընտրություններին չմասնակցելն է։ Չընտրելը ի վերջո նույնպես ընտրություն է։
Փորձագիտական շրջանակներում առհասարակ գերիշխում է այն կարծիքը, որ ընտրություններին ցածր մասնակցությունը ձեռնտու է իշխանություններին։ Հայտնի խոսք կա, որ վատ իշխանությունները ընտրվում են ընտրություններին չմասնակցող լավ քաղաքացիների կողմից։ Կա նաև կես լուրջ, կես կատակ այս հարցադրումը. ով ընտրություններից հետո լինելու հաջորդ ղեկավարը։ Պատասխանը այսպիսին է. հաջորդը չի լինելու է կամ նախորդը, կամ ներկան։ Այս պարագայում Հայաստանի ես իհարկե չեմ կարող ասել, թե ով կլինի, բայց ձեր նկարագրած երկու տարբերակն է վատն են Հայաստանի համար։ Ոմանց համար սա լինելու է ընտրություն վատի ու ավելի վատի, ոմանց համար պատերազմի եւ խաղաղության, ոմանց համար չարի ու բարու, ոմանց համար հարևմուտքի եւ արևելքի ու էլի հազար ու մի բևեռների միջև, կախված քաղաքական հայացքներից եւ կողմնորոշումներից, բայց կարևորը արդյունքն է, որpիսի հետո չլինի այն զգացումը, որ ինչ-որ մեկին ձայն տալով ձայնդ կորցրեցիր։ Արտակ Հովհաննիսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրիի համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգությունների մասնակիցներից 7-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրիի համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ նախնական համաձայնությամբ չարաշահելով իրենց իշխանական եւ ծառայողական լիազորությունները կատարել են համայնքի ղեկավարի, խորհրդականի եւ համայնքապետարանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությունները, որից հետո զանգահարել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին, հանձնարարել երեխաներին տուն ուղարկել, փակել պարտեզները, անձնակազմով գալ քաղաքապետարան Վարդան Ղուկասյանին աջակցելու։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են վարչական հսկողություն, գրավ, բացակայելու արգելք եւ պաշտոնավարման կասեցում։ 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազինային հաստատելու եւ քննություն առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Մերձավոր Արևելքում հաստատվել է փխրուն հրադադար, բայց Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին, որտեղ զոհերի թիվը գերազանցում է 250-ը։ Իր հերթին Հեզբոլլահը վերսկսել հրթիռային հարձակումներ Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Լիբանանը ներառված չէ Իրանի հետ հրադադարի պայմանավորվածության մեջ եւ գործողությունները Հեզբոլլահի դեմ շարունակվում են։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ նախազգուշացրել էր, որ Լիբանանի նկատմամբ հարձակումները անպատասխան չեն մնա։ Լիբանանը սգո օր է հայտարարել իսրայելական հարձակումների ալիքից հետո, որոնց արդյունքում մեկ օրում զոհվել է առնվազն 254 մարդ, վիրավորվել ավելի քան 1165-ը։ Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամը հայտարարել է, որ մոբիլիզացնում է Լիբանանի բոլոր քաղաքական եւ դիվանագիտական ռեսուրսները կանգնեցնելու իսրայելական սպանության մեքենան։ Իրանը հայտնել է, որ խաղաղ բանակցությունները անհիմն կլինեն Իսրայելի հարվածներից հետո։ Իրանի գլխավոր բանակցող խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբավն հայտարարել է, որ Իսրայելն արդեն խախտել է այդ հրադադարի մի քանի պայմաններ, սաստկացնելով իր զուգահեռ պատերազմը Իրանի համախոհ Հեզբոլլահի դեմ։ Իր հերթին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հեզբոլլահի պատճառով է, որ Լիբանանը չի ընդգրկվել ժամանակավոր հրադադարի մեջ։ Այս հրադադարը կարող է երկար չտևել, հայտնել է BBC-ն, եւ Իրանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունեն պատերազմը դադարեցնելու համոզիչ պատճառներ, բայց նրանք չեն վստահում միմյանց եւ նրանց հրապարակայնորեն հայտարարված դիրքորոշումները խիստ տարբերվում են։ Ըստ արևմտյան փորձագետների, նրանք 2 շաբաթ ունեն գործարք կնքելու փորձի համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև թյուրըմբռնում կա եւ հրադադարը նա որակել է որպես փխրուն զինադադար, քանի որ երկու կողմերն էլ միաժամանակ հայտարարում են հաղթանակի մասին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը Պենտագոնում լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգների համար դա պատմական ավերիչ մեծատառով ռազմական հաղթանակ էր։ Նա նշել է, որ Իրանը ապացուցել է, որ լիովին անկարող է պաշտպանել իր ժողովրդին եւ իր տարածքը։ Հաղթական հայտարարություններ հնչել են նաև Թեհրանից, որտեղ նույնպես խոսել են ջախջախիչ հաղթանակի մասին։ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Արեֆը
Սոցցանցերում գրել է, որ աշխարհը ողջունում է ուժի նոր կենտրոնը եւ Իրանի դարաշրջանը սկսվել է։ Թե ինչպես կընթանան այս շաբաթ կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները եւ ինչով կտարբերվեն Իսլամաբադի բանակցությունները Ժնևի բանակցություններից, պարզ կլինի ուրբաթ օրը։ Ժնևում արդեն քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիրը, ներառյալ հարստացված ուրանի պաշարի ճակատագիրը, որոնք կարող են օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար։ Իսլամաբադում բանակցությունների օրակարգում ոչ պակաս կարևոր հարց է լինելու Հորմուզի նեղուցի հարցը, որից կախված է ամբողջ համաշխարհային տնտեսությունը։ Այսօր երեկոյան իրանական պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիր Մողադամ։ Չնայած իրանական հասարակության մեջ արկա թերահավատությանը պայմանավորված իսրայելական վարչակարգի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներով նպատակ ունենալով տապալել դիվանագիտական նախաձեռնությունը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով իրանական պատվիրակությունը երեկոյան ժամանելու է Իսլամաբադ, Իրանի կողմից առաջարկված 10 կետերի հիման վրա լուրջ բանակցությունների համար։ Ամերիկայի զինված ուժերը կմնա իրանական սահմանների մոտ այնքան ժամանակ, քանի դեռ չեն պահպանվել համաձայնագրի բոլոր պայմանները։ Այս մասին Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Միացյալ Նահանգների բոլոր նավերը, օդանավերը եւ անձնակազմը հավելյալ մարտական լրակազմով, սպառազինությամբ եւ այն ամենով, ինչ անհրաժեշտ է արդեն իսկ թուլացած թշնամու մահացու հետապնդման եւ ոչնչացման համար, կմնան իրենց տեղերում այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք բերված համաձայնագիրը չի պահպանվի ամբողջ ծավալով։ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը ինչ-որ պատճառով չկատարի համաձայնագրի բոլոր պայմանները, Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի ուժգին հարվածներ կհասցնի։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր խորհրդակցությունը հայտնել ապրիլի 8-ին Լիբանանում տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով հարյուր զոհերի եւ 1000-ից ավելի վիրավորների կապակցությամբ։ Սուր շնչառակահարակները աշուն ձմեռից հետո նոր շրջափուլ են մտել։ Ժողովրդի ասելով գարնան ամիսները վիրուսների համար ավելի վտանգավոր են։ Եղանակի փոփոխական պայմաններն ու խոնավ միջավայրը դրանց տարածման համար բավական նպաստավոր։ Դարձյալ շրջանառվողը գրիպի ագրեսիվ H3N2 ենթատեսակն է եւ դրա հետ էլ աղիքային եւ սուր շնչառական այլ վարակների մի փունջ։ Գյումրի բժշկական կենտրոնի մանկական ու մեծահասակների բաժանմունքներում հոսպիտալացուների թիվը խոսում է վիրուսների տարածման վտանգավոր սեզոնի մասին։ Մեծ տղաս 3 տարեկան է, ինքն էլ հաճախում անգապարտեց, այդպես վիրուսը եկավ տուն, ինքն էլ վարակվեց։ 3 եւ ավելի օր բարձր ջերմությունն ու գլխացավը, ինչպես նաեւ արտահայտված թուլությունը, դժվարաշնչությունը անհանգստացնող նշաններ են, որոնք 10 օրից ավելի է շատ երեխաների մոտ է հայտ գալիս։ Իսկ նման ախտանշանների դեպքում բժշկի ցուցումը լինում է հոսպիտալացումը։ Նորից տարածված է գրիպի ագրեսիվ H3N2 ենթատեսակը, չնայած որ մյուս շնչառական վարակներն են ակտիվացել։ Մանկապարտեզ, դպրոց, աշխատավայր ու հետո տուն շփումների շղթան նպաստում է դրան։ Բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում բոլոր մահճակալներն են զբաղված։ Հոսպիտալացված երեխաների մեծ մասի մոտ վիրուսը ծանր ընթացքով է։ Ամսի 2-ից այստեղ ենք բժշկի որոշման բուժումը անում ենք էլի։ 35 մահճակալ ունենք, 35-ն էլ այս պահին զբաղված են, ընդ որում շատ ինտենսիվ են կատարվում դուրսգրումներ եւ ներսգրումները, որովհետեւ երբ որ հիվանդը մի փոքր դրական դինամիկա ունի, փորձում ենք շարունակել տանը պոլիկլինիկայի բժշկի հսկողության տակ։ Վիրուսն ագրեսիվ է, բայց վերականգնման փուլը ձմռան սեզոնի համեմատ ավելի երկարատև է։ Մասնագետների համար սա տարօրինակ է, թե ինչով է պայմանավորված չեն կարող ասել։ Ստիպված են բուժման կուրսի երկարացնել, փոխել տեղորայքային նշանակումները։ Եթե նախկինում 4-ից 5 օրվա ընթացքում երեխան կարգավորվում էր գնում էր, հիմա դա տևում է 7-8 օր գոնե։ Չեմ կարող բացատրել ինչով է պայմանավորված, որ ավելի ծանր են, բայց ավելի ծանր է ընթանում։ Մեծ մասամբ թոքաբորբերով են ընթանում։ Երբեմն վիրուսի արկայությունը եւ ջերմությունը բերում է նաեւ նրանց քրոնիկ խնդիրների սրացմանը եւ դեկոմպենսացիաների, բնականաբար աշխատում ենք այդ հիվանդներին ստացիոնար բուժման ընդունել եւ ել եմ կրկնում հատկապես այն հիվանդները, որոնք թթվածին կախյալ են եւ շնչառական անբավարարություն ունեն։ Բժշկական կենտրոնի բազմապրոֆիլ թերապիայի բաժնում, որտեղ դիմելությունն ամենաշատն է, այս շաբաթների ընթացքում հոսպիտալացումների թիվն է կրկնապատկվել։ Իսկ բուժառուների տարիքային սահմանը 18 տարեկանից հետոն է, բայց հիմնականում ստացիոնար բուժում ստացողները 65 եւ ավելի տարիքի հիվանդներն են։ Ունեն մի շարք ուղեկցող հիվանդություններ, իսկ վիրուսը վերցնելով առողջական վիճակն են բարդացնում։ Այս տարի զգալի աճել են քթի հարակից խոռոչների բորբոքման, քթի փակվածության եւ դիմային ցավերով ուղեկցվող դեպքերը։ Առաջի անգամ շատ պատահական հասկացա, որ
Վիրուսը եկավ կբավել։ Այս սեզոնի համար բավականին հաճախակի էին հայմորիտները, սինուսիտները, պանսինուսիտները, ֆրոնտիտները, ոչ միայն 1-2 խումբ, այլև բոլոր հարկթային խոռոչների բորբոքումները։ Բնականաբար այդ դեպքում հիվանդների վարումը կազմակերպվում է քիթ-կոկորտ ականջաբանի հետ զուգահեռ։ Բարդացումները նաև հետևանք են ինքնաբուժության առանց բժշկի ցուցումների ձեռք բերված տեղորայքի, հատկապես հակաբիոտիկների կիրառումը ոչ միայն արդյունավետ չէ շրջանառվող վիրուսների դեմ, այլև կարող է վատ թարացնել վիճակը։ Պետք չի ինքնակամ, ինքնուրույն դեղատներից վերցնել անտիբիոտիկներ եւ ստանալ անտիբակտերիալ բուժում։ Վիրուսային հիվանդությունների դեպքում անտիբակտերիալ բուժումը ավելի շատ հիվանդին վնասում է, քան օգնում։ Մեր բնակչության մեջ մի քիչ տարածված է, ոնց որ հարևանի խորհրդով, չգիտեմ, հին ունեցած ռեցեպտով, որ ասենք հարևանը կամ մյուս երեխան կամ թեկուզ նույն երեխան հիվանդ է եղել, բժիշկը խորհուրդ է տվել, սկսում են դրանով նորից բուժել իրաց տան հիվանդին, հետո որ ծանրանում է, մեկ էլ գալիս են, թե մեկ այ այսպես բաներ են կարել, ընդհանուր մինչև կարող են ներերակային կաթիլայիններ միացնել տանը, որը շատ ռիսկային է եւ խստի վարկելվում է։ Վիրուսները հեշտությամբ փոխանցվում են ինչպես օդակաթիլային ճանապարհով, այնպես էլ աղտոտված առարկաների միջոցով։ Ձեռքերի միջոցով հարուցիչները կարող են անցնել սննդին, հեղուկներին, իսկ երեխաների դեպքում նաև խաղալիքներին, ինչի հետևանքով արագ աճում է վարակների տարածումը, հատկապես աղիքային, որոնք կարող են լինել ինչպես վիրուսային, այնպես էլ բակտերիալ ծագման։ Աղիքային վարակներն այս շրջանում եւս տարածում են գտել։ Թունավորվել է մրսածությունից շատ վատ է։ Բավականին աստիճանությամբ, 39 աշակերտությամբ, մի քանի օր հիվանդ, լուծով, այսօր ոնց որ ջերմություն չունի։ Սուր շնչառական, ինչպես նաև բակտերիալ եւ վիրուսային հիվանդությունների տարածումը, հատկապես երեխաների շրջանում, ցույց է տալիս, որ վարակի տարածման հիմնական օջախները շարունակում են մնալ փակ տարածքները։ Երկար ժամանակ փակ միջավայրում չլինելուց բացի, բժիշկները խորհուրդ են տալիս ոչ միայն հեռու մնալ հակաբիոտիկներից, նաև շատ հեղուկներ օգտագործել։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այսքան այս ժամի համար իրադարձությունների զարգացմանը շարունակեք հետևել Հորիզոնի միջոցով։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube ալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։